Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, խոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Հայաստանում շարունակվում են բանավեճերը, վեճերը, նույնիսկ բավականին թեժ երկու կարևոր հարցի շուրջ։ Առաջինը ընդհանրապես վերարժևորվում է մեր անկախության հռչակագիրը, որը ընդունվեց, ինչպես հայտնի է, 1990 թվականի օգոստոսի 23-ին, դա ըստ էության գործընթացի հռչակում էր, գործընթաց, որը պետք է տանի դեպի իրավ անկախություն։ Այն ավարտվեց 91-ի սեպտեմբերին եւ տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ Հայաստանի Հանրապետության բնակիչների այն ժամանակ ջահաջախիչ մեծամասնությունը ուղղակի կողմ քվեարկեց, որ Հայաստանը դառնա ազատ, անկախ, ինքնիշխան պետություն, Հայաստանի Հանրապետություն խորհրդային միության կազմից դուրս, խորհրդային միության օրենսդրությամբ այն ժամանակ դեռ գործող, հենց տառին եւ ոգուն համապատասխան Հայաստանը ամրագրեց իր անկախությունը եւ դա արդեն իսկ կարելի է ասել հենց դա էր, որ իրավական հիմք դրեց Հայաստանի անկախությանը։ Իհարկե, կարծիքները տարբեր էին սովետի ժամանակ 90 թվականին, այո, կային քաղաքական ուժեր, որոնք եկել էին Հայաստան, արդեն դե պերեստրոյկա էր, ազատություն եւ այլ, եւ այո, նրանք ազատորեն, ինչպես եւ Կոմկուսն էր, դեմ այդ ամենին իհարկե պաշտոնապես դեմ էր, որովհետև բազմահազար կոմունիստներ նաև այո կողմ էին, որ Հայաստանը լինի անկախ։ Սահմանադրությունը, որը գրվեց 95 թվականին, նույնպես այդ պահի քաղաքական կոնյունկտուրային տուրք տալով հենց պրեամբուլայում բերեց հղումը անկախության հռչակագրին, մինչդեռ մեր կամ արտահայտությունը այդ հանրաքվեին այդպես էլ սահմանադրական նորմ չդարձավ։ Մինչդեռ տրամաբանությունը հակառակն է հուշում։ Էլ չեմ խոսում այն բանի մասին, որ Հայաստանը այդ անկախության հռչակագրում հղում է արել մի փաստաթղթի, որը ուղղակի այդ պահի դրությամբ այլևս չեղարկված էր այդ ժամանակ վերադաս հանդիսացող խորհրդային միության Գերագույն խորհրդի կողմից։ Հիմա այս ամենը մեր աչքն են մտցնում, թե ահա այսպես պետք է սա էլ այս պայման կատարեք, որպեսզի մենք համաձայնեցված պայմանագիրը ստորագրենք ձեզ հետ։ Իհարկե աբսուրդ է դա, համաձայնագիրը եթե համաձայնեցված է, այն ստորագրելու հավելյալ պայմանները ուղղակի աբսուրդ են ապրիորի։ Եվ խոսքը վերաբերվում է այդ հռչակագրին։ Ի վերջո, հռչակագիրը չի խանգարում պայմանագիր ստորագրելու, դա ֆիքսում ենք մենք, ֆիքսում են մեր միջազգային պարտներները։ Սակայն հղում մեր սահմանադրության մեջ այդ փաստաթղթին եւ հղման բացակայություն անկախության հռչակագրին ինչ օգուտ է տալիս ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանին։ Այս հարցն է, որ մենք մեզ պետք է տանք անկախ նրանից Ալիևն ինչ է ասում կամ Ալիևն ինչ չի ասում։ Ադրբեջանում էլ բազմապատկման աղյուսակը նույնն է, ինչ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հետևապես այո, մեզ պետք է որակյալ սահմանադրություն, որը քվեկ ստանա մեր քաղաքացիների
ծանրակշիռ մեծամասնության կողմից, բայց այս գործընթացն էլ որպեսզի հասնի իր տրամաբանական ավարտին, այն պետք է չթունավորվի նախ եւ առաջ բոլոր այն պրոքսի ուժերի կողմից, շահարկողներից, ովքեր ուղղակի չեն ուզում, որ Հայաստանը լինի նորմալ պետություն, որը ընդունակ կլինի ինքնիշխան որոշումներ ընդունել, որոշումներ, որոնք բխում են մեր բոլորիս ազգային պետական շահերից, Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, այսպես ասենք, ովքեր այո ապրում են այստեղ։ Ի վերջո, այս պետությունը այստեղ ապրող մարդկանց պետությունն է նախ եւ առաջ։ Այս գիտակցմանը մենք պետք է գանք անկախ նրանից, ով ինչպես է վերաբերվում, չգիտեմ, իշխանության մեջ տարբեր պաշտոններ զբաղեցնողներին, ընդդիմության մեջ տարբեր դերակատարում ունեցողին։ Այս process-ը պետք է պահել քաղաքական առումով, ավելի ճիշտ ոչ թե քաղաքական, այլ կուսակցական, միջկուսակցական, կոնյունկտուրային առումով, այո, սա պետք է պահել ստերիլ։ Սա բոլորիս շահերից է բխում։ Ի վերջո ինչ է սահմանադրությունը։ Դա հաստատված եւ բոլորի կողմից ճանաչված կանոններն են հարաբերությունների քաղաքացի պետություն եւ քաղաքացի։ Սա է, որ սահմանվում է սահմանադրությամբ։ Եվ այդ հարցերը արդեն ինչին հղում կլինի, ինչին հղում չի լինի, եթե չի ծառայում այդ պատկերացմանը, ապա այն պետք չէ։ Չեմ կարծում այստեղ շատ բարդ բան է։ Ուղղակի պետք է այս ամենը պատշաճ ձևով կոմունիկացվի։ Ինչ-որ բաներ արվում է, բայց լավ չի արվում, պետք է ավելի լավ անել։ Եվ դա էլ բարդ բան չի։ Լավ է լինելու։ Բարի նոց ձեզ։ Կհանդիպենք։